Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում գործար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին եւ նորություններին։ Հյուրընկալում ենք բավականին հետաքրքիր հյուրերի, անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով եւ իհարկե այն գործունեությամբ, որ ծառայեցնում են գործար միջավայրի զարգացմանը։ Այսօրվա իմ հյուրերին եմ ուզում մեծ սիրով ներկայացնել Քնարիկ Հովհաննիսյան, ողջույն Քնարիկ։ Ողջույն Ծովինար։ Եվ Արմինեն Գյարդուշյան, ողջույն Արմինե։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ Քնարիկը եւ Արմինեն հանդիսանում են Մանու Արծաթյա զարդերի, ապրանքանիշի համահիմնադիրները, մինչեւ ընկերության ստեղծման, գործունեության մասին անդրադարձ կատարելը։ Քնարիկ մի փոքր կներկայացնեք ձեր մասնագիտական անցած ճանապարհը, նաև կրթությունը, հետո խոսքը կփոխանցենք Արմինեին, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Ծովինար եւ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Մասնագիտական տեսանկյունից պատմեմ, որ երկար ճանապարհ եմ անցել։ Առաջին մասնագիտությամբ մանկավարժ պատմաբան եմ, թեև երբևէ չեմ աշխատել, եւ մասնագիտությունը, որը միավորել է մեզ եւ համատեղ եկել ենք այս գաղափարին, product management-ն է, IT ոլորտում։ Ոնց եք որոշում կայացրել, որ պետք է փոխեք եւ հենց ընտրեք այն, ինչը որ այժմ իրականացնում եք։ Իրականում կարելի ասել ոչ թե փոխել, այլ մասնագիտությունը նպաստել է երևի թե նոր բան ստեղծելու գաղափարին, թեև ինքը IT-ից դուրս է իհարկե, բայց ամեն դեպքում գիտելիքները նպաստում են նոր ապրանքանիշ, նոր բիզնես սկսելուն։ Իսկ ինչու պատմության ուղղությամբ չշարունակեցիք ձեր առաջին մասնագիտության։ Երևի թե սխալ ընտրություն էր եւ ժամանակաշրջանն էր գուցե այդպեսին, որ շատ բազմազան չէր ոլորտները ու հնարավորություն չէր տալիս, ազատ ստեղծագործելու, ազատ ընտրություն կատարելու, երևի թե դա էր սխալը։ Շատ լավ, շնորհակալություն Արմինե։ Ես գովազդի մասնագետ եմ եւ ավարտել եմ Սլավանական համալսարանը։ Ունեցել եմ փորձ հայ մասնագիտությամբ աշխատելու որոշակի գովազդային գրասենյակներում, բայց հետո փոխել եմ արդեն IT ոլորտ եւ նույնպես հիմա աշխատում եմ որպես product manager soft construct ընկերությունում եւ փորձում եմ համատեղել իմ կրթությունը եւ նոր ստացած գիտելիքները որպես product manager մեր product-ը զարգացնելու համար։ Շատ լավ, ինչպես է ծնվել Մանու ապրանքանիշը, ու մտահղացումն է եղել եւ ամենակարևորը ինչ ծագումնաբանություն ունի, ինչ է նշանակում Մանու եւ ինչին է միտված, հիմնական առաքելությունը, միսիան, ինչին է միտված։ Իրականում պատճառները երկուսն էին, առաջինը դա նոր բան ստեղծել ու ստեղծագործելու մեր ցանկությունն էր ու քանի որ շուկայում շատ էին կրկնվող եւ միանման զարդերը, մենք փորձում ենք նոր շունչ ներդնել այս ոլորտ եւ երկրորդը դա մեր մեծ սերն է ու հետաքրքրությունը արվեստի նկատմամբ Թեպետ ձեզանից եւ ոչ մեկը արվեստի ուղղությամբ ուսումնառություն չի ստացել։ Այո։ Անվան հետ կապված իրականում ունենք հստակ որոշում ոգեշնչված Զինֆիրայի Կոլետ երգից, այդ ֆրանսիական անունը իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, միևնույն ժամանակ միստիկ կնոջ կերպարը եկած ամսագրերից եւ ինչպես նաեւ թարգմանաբար նշանակում է հաղթանակի մարդիկ։ Բայց ցավոք այդ անվանումը շատ էր օգտագործված տարբեր բիզնեսներում, դրա պատճառով կանգ առանք մեր երկրորդ տարբերակի վրա, որը հենց Մանուն է, եւ հնդկերենից թարգմանաբար նշանակում է յուրօրինակ մարդ, իսկ անգլերենի բարբարային լեզվով նշանակում է սրտաբաց։ Հրաշալի։ Իսկ աշխատանքների բաշխումը ոնց է կանում թիմում։ Տեսեք, նշեցիք, որ հիմնական նպատակը նաև այսպես միտքը ծագել է նրանից, որ դուք երկուստ էլ ունեք ստեղծագործական մտքեր եւ փորձել եք դա կյանքի կոչել։ Ոնց եք աշխատանքի բաժանում իրականացնում։ Վստահաբար արծաթյա զարդերի գործունեության մեջ շատ կարեւոր են դետալները, գաղափարները, թե ինչպեսին պետք է լինի, ինչ պատկեր պետք է արտացոլի, ով է որոշում կայացնում կամ ոնց են process-ները կազմակերպվում։ Պատմեմ, ինչպես է տեղի ունենում առհասարակ, գաղափարը պատկանում է երկուսից եւ գուցե տարօրինակ հնչի, բայց
գուցե մեկ օր արթնանանք եւ երկուս էլ նույն բանի մասին մտածենք կամ միասին ինչ-որ թանգարանում լինենք կամ ինչ-որ գրքից, ինչ-որ կտավ նայենք ու երկուսիս մոտ էլ միանգամից միտք է հղանում ոնց կարող է դա վերածվել զարդի կամ որևէ երաժշտություն, լսենք այսպես է հիմնականում ծնվում գաղափարը ու սկսում ենք մեկս մեկին լրացնելով այդ գաղափարը կյանքի կոչել ինչպես հասկացաք չունենք արվեստի հետ առնչվող որևէ կրթություն կամ մասնագիտություն եւ նշեմ որ երկուս էլ չունենք նաեւ նկարելու ձիրք եւ իրականում բավականին դժվար է տրվում այդ գաղափարը դիզայներին հասցնելու process-ը դա բարդ եւ դժվար ճանապարհ է քանի որ գործ ունենք արվեստի հետ նկատի ունեք դուք մոտավոր պատկերացնում եք ինչ է պետք ստանալ դիզայները դա արդեն կյանքի է կոչվում եւ արտադրամասում վերջնական տարբերակն է ստեղծվում իրականում ողջ process-ի մեջ ենք մենք ներառված գաղափարից մինչև շուկայի իրացում եւ շատ հետաքրքիր փուլերով է անցնում զարդի ստեղծումը ու մեր խնդիրն է այդ գաղափարը հասցնել տեղ չփչացնելով արվեստի գործը, պահելով իր նախնական ոգին եւ շունչը եւ կարողանալ դրան հաղորդել նոր շունչ մեր ասելիքը փորձել ասել արծաթի միջոցով Շատ լավ, մեկ էսպիսի հարց, ունեք ինչ-որ հստակ ուղղություններ կամ թեմատիկաներ, որով որ առաջնորդվում եք կամ բացի այն, որ ուզում եք ձեր ստեղծագործական միտքը արտացոլվի եւ դա ներկայացնեք զարդերի միջոցով, ունեք որևէ առաքելություն, որը որ միտված է օրինակ հայկական նախշազարդերի վերակենդանացմանը, տարածմանը կամ ինչ ուղղություններ կան, այսինքն հիմնականում ինչ պատկերների տեսքով են, ինչ եք արտացոլում, ինչ եք արտադրում Շատ լավ, իրականում չէ, որևէ միտում չունենք հայկականը պահելու կամ կոնկրետ ուղղվածություն վերցնել եվրոպականը եւ այլն փորձում ենք հիմնականում համադրել ու նպատակը հիմնական բուն կտավի կամ երաժշտության վերարտադրումն է ինչ որ տեսքով, ինչ որ ձևով, որը կդառնա կրելի ու առհասարակ գաղափարը ծնվեց նրանից, որ երկուս էլ շատ ենք ճանապարհորդում, շատ ենք ուսումնասիրում արտասահմանյան արվեստ, մշակույթ ու ցանկանում էինք դուրս բերել արվեստը թանգարաններից, գաղափարող շրջանակներից եւ դարձնել կրելի, այսինքն մարդը ով սիրում է արվեստ, գնահատում է գեղեցիկը, հնարավորություն ունենա իր ներաշխարհը արտահայտելու զարդի միջոցով, մանուի օգնությամբ Շատ լավ, նաև այսպիսի հիմա կարևոր հարց, ում համար են ձեր զարդերը։ Ամեն դեպքում պետք է նաև նշել, որ թեպետ զարդը ըստ էության տարիքային սահմանափակում չունի, բայց նաև պետք է նշել, որ զարդերը կարծես թե ունեն նկարագիր եւ ում եք դուք պատկերացնում, ում համար են նախատեսված ձեր զարդերը։ Զարդերը իրականում նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցիկը եւ փորձում են տարբերվել ու իրենց յուրօրինակությունը արտահայտել աքսեսուարի միջոցով Սա է երևի թե ասելիքը մեր հաճախորդի եւ իրապես իրենք տարբերվում են, չեն փորձում ձեռք բերել շուկայի նմանօրինակ զարդերը, նոր շունչ են գտել շուկայում, թեև նոր է ապրանքանիշը եւ հաճախորդներն էլ են նոր սովորում այս ամեն ինչին, բայց հետաքրքիր է, որ միանգամից եւ շատ բուռն ընդունվեց մեծ արձագանք գտավ, դրանցից մեկը օրինակ իմ շղթան է, սամբլումը, որը ոգեշնչված է Վան Գոգի արևածաղիկներից, ու շատ հետաքրքիր է գաղափարը մեզ մոտ առաջացել, աշխարհի տարբեր երկրներում Վան Գոգի թանգարաններում ու կտավները ուսումնասիրելիս, ինչպես գիտենք, արևածաղիկները 11-ից ավելի են, մեզ մոտ միտք հղացավ այդ արևոտ ծաղիկները ինչ որ կերպ դարձնել առօրյայի մաս, մարդկանց հաղորդել այդ արև, այդ սերն ու ջերմությունը, եւ մենք վերարտադրեցինք արծաթի տեսքով ծաղկամանը ու թողեցինք այն դատարկ, որպեսզի յուրաքանչյուրը այն լցնի իր ծաղիկներով, իր պատկերացումներով, Շատ լավ, իսկ այսպիսի հարց, որտեղ են վաճառվում ձեր զարդերը ու նաև քանի որ նշեցիք, որ ըստ էության որևէ տեղական ազգային մշակութային բաղադրիչ չունի,
ո՞նց եք պատկերացնում, որտեղ պետք է վաճառվի, այսինքն բացի Հայաստանից, այլ երկրներում եթե պատկերացնում եք, ապա ինչպես կամ որտեղ եք վաճառելու։ Տվյալ պահին մենք աշխատում ենք միայն on-line հարթակներում, Instagram, Facebook, ունենք նաև մեր կայքեջը։ Աշխատում ենք առաքմամբ եւ հայ, ինչպես նշեցիք, միայն Սպառողները հիմնականում Հայաստանից են։ Հայաստանի շուկայի վրա ենք աշխատում, բայց ունենք միտք իհարկե զարդերը արդեն արտահանելու։ Նշեմ նաև, որ մենք շատ կարևոր մաս ենք համարում նաև փաթեթավորումը եւ յուրաքանչյուր զարդի հետ տրամադրվում է քարտ, որը պատմում է տվյալ ստեղծագործության եւ զարդի մասին, թե ինչպես այն ստեղծվել, իր պատմությունը։ Storytelling այլ կերպ ասած։ Այո, հանք շատ այնց գունային, շատ հետաքրքիր քարտեր են տրամադրվում, որոնք արդեն հետո կարող են դառնում են նաև էջանիշ մեր գրքասերերի համար։ Շատ լավ, իսկ մեկ այսպիսի հարց, քանի որ հատկապես վերջին ժամանակաշրջանում կարող ենք իսկապես արձանագրել, որ Հայաստանում զարդերի արտադրության ոլորտը բավականին զարգացել ու այո, կարող ենք ասել նաև հագեցել է, քանի որ եթե վերցնենք օրինակ մի քանի տարի առաջ, հիմա բավականին հետաքրքիր ու յուրօրինակ լուծումներ կան, ո՞նց եք շուկայում ձեզ դիրքավորում, այսինքն որն է ձեր հիմնական առավելությունը կամ ինչի վրա եք շեշտադրություն անում, որ հաճախորդները, սպառողները, գեղեցիկ գնահատողները կարողանան տեսնել ձեզ ու ընտրել հենց ձեր զարդերը։ Ունեք այդպիսի ինչ-որ չափորոշիչներ, թե դուք արդեն այսպես ժամանակի ընթացքում կարողացել եք ֆիլտրել ու ձևավորել ձեր սպառողներին։ Չի կարելի միանշանակ ասել, որ արդեն ձևավորված է մեր հաճախորդը, թեև այդ կերպարը կա, ի սկզբանե մեր գլխում էլ կար, բայց ճիշտ նկատեցիք, շուկան ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական շատ խիտ է ու ծանրաբեռնված եւ ինչպես ապրանքանիշերն են շատ եւ մրցակցությունը մեծ, այնպես էլ շուկայի տեսականին է արծաթի տեսքով շատ տարածված։ Այս տեսանկյունից մրցակցությունը իսկապես մեծ է եւ շատ ռիսկային շուկա է համարվում, բայց գաղափարի տեսանկյունից մենք մեզ կառանձնացնենք եւ երևի թե հանգիստ կարող ենք ասել, որ սա նորություն է եւ երևի թե միակն ենք շուկայում, ով փորձում է ստանալ արվեստից զարդ, արվեստը վերածել զարդի։ Կարգախոս ունեք որպես այդպիսին։ Չէ, իրականում կարգախոս։ Բայց ոնց որ նոր ասեցիք, կարող եք հանգիստ իրական, այո, արվեստից դեպի զարդ։ Հա, իրականում հենց նպատակը դա է։ Հաճախորդը գիտեք, պարտադիր չի արվեստից շատ տեղյակ մարդ լինի կամ արվեստասեր կամ արվեստագետ, կան մարդիկ, ովքեր իսկապես փորձում են տարբերվել, չկրկնօրինակվել հենց իրենց ներաշխարհը տարբերվում է ու սա երևի հնչի շատ տարօրինակ, բայց սա հոգեբանական թերապիայի նման բան է, երբ փորձում ես քո կրելիքի, քո զարդի, քո աքսեսուարի միջոցով արտահայտել այն ինչ քո ներսում է։ Ու սա հենց գեղեցիկն է երևի, թե երևի սրանով էլ փորձում է մեր հաճախորդը տարբերվել։ Շատ լավ, հաջորդ կարևոր հարցը ըստ էության բոլորս լավ գիտակցում ենք, որ արտադրության ոլորտում դե այս դեպքում ձեր դեպքում զարդերի արտադրությունն է, կան բավականին խնդիրներ ու բավականին խոչընդոտներ։ Ձեր պարագայում որոնք են այն ամենամեծ խնդիրները, որին որ դուք բախվում եք եւ ինչպես եք հաղթահարում։ Կարող եք յուրաքանչյուրը ձեր մոտեցումը նշել։ Երևի թե հա։ Խնդիրներ երևի կառանձնացնենք նա, որ մասնագիտական կրթություն չունենք այս ոլորտում եւ արտադրության եւ արծաթագործության եւ ամեն ինչ մեզ համար նոր էր, բայց չնայած այդ դժվարություններին նաեւ հետաքրքիր էր ուսումնասիրել, սովորել ու այդ ամբողջ գործընթացի մեջ ներառված լինել, շատ հետաքրքիր process է նույն ֆորմաների ստանալը, մշակումը, արծաթի։ Ներողություն, առաջին տարբերակի վրա որքան եք ժամանակ ներդրել, այսինքն որքան է պահանջվել, որպեսզի առաջին նմուշը ստանաք։ Բավականին երկար իրականում, որովհետև անընդհատ փոփոխում էինք մոդելը, որովհետև քանի որ չունենք այդ նկարելու
տաղանդը, այսպես ասած, մեզ բավականին դժվար էր տրվում միտքը ճիշտ հասցնել, դրա համար ահագին փոփոխությունների ենթարկվեց առաջին մեր մոդելը, մինչև ստացանք մեր ուզած դիզայնը։ Իրականում երևի 1.5 ամիս պահանջվեց երևի, որպեսզի իրան ստանանք, հետո արծաթագործի հետ աշխատելը, բոլոր այդ этаպներին մասնակցելը, ոնց նշեց Քնարիկը, այդ լիցիո անելը, արծաթ զուլելը եւ այլն։ Դա ինչ բավականին հետաքրքիր էր ու բարդ էր, բայց ծնվեց։ Մեր առաջին անսամբլումն էր։ Հա։ Այո։ Շատ լավ, իսկ թիմը քանի հոգի է, բացի ձեզանից, որպես համահիմնադիրներ։ Մենք ունենք դիզայներ մոդելավորող մի հոգի եւ ունենք արծաթագործ 2 հոգի։ Շատ լավ, կարծում եմ այս փուլում դեռ արտադրական ծավալները այդքան մեծ չեն, բայց առաջիկայում նաև տեսականուն ընդլայնման պես պլանավորում եք, որ կշատանա։ Որքան է տեսականին, քանի նմուշ ունեք, եթե այսպես ամփոփենք։ Ներկապահին ունենք 10 նմուշ, զարդերը իդեպ առանձնացված են ինչպես կանանց համար նախատեսված տեսականի, այնպես էլ տղամարդկանց եւ ունենք unisex տարբերակներ։ Ի սկզբանե չէինք նախատեսում տղամարդկանց համար զարդեր ստեղծել, որովհետև մեզ համար մի քիչ օտար էր այդ ամեն ինչը, բայց ի զարմանս մեզ շատ բուրըն արձագանք ստացավ մեր հենց առաջին մոդելը, որը ներշնչված է Արամ Խաչատրյանի Սուսերով Պարից։ Իդեպ այս մոդելում մենք պահել ենք հայկական զարդանախշը եւ փորձել ենք հատվող սրերի տեսարանը ստանալ։ Իսկ մյուս զարդը ավելի հետաքրքիր է նրանով, որ մենք այստեղ վերարտադրեցինք մանուել ճարտարապետի արծրունիների զինանշանի արծիվները, շատ մանրակրկիտ եւ հետաքրքիր աշխատանք է եւ այս հայկական շունչը մենք համադրեցինք եվրոպական զարդանախշի հետ ու ստացել ենք շատ հետաքրքիր մոդել, երևի տղամարդկանց սիրելիներից մեկը։ Շատ լավ, ուզում ամփոփիչ հարցը ձեզ ուղղել, կարող եք երկուստ էլ անդրադարձ կատարել եւ պատասխանել։ Տեսեք, վստահաբար յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչելուց մենք բոլորս ունենում ենք շատ մեծ տեսլականը, տեսիլը, ուր ենք ուզում հասնել կամ ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Ճիշտ է, դուք ձեր զրույցի մեջ նշեցիք, որ ձեր արվեստը, այսինքն այն ինչ որ տեսնում եք, դա փորձում եք պատկերել զարդերի մեջ եւ դրանով փոխանցել, բայց վերջնարդյունքում ո՞րն է ձեր առաքելությունը, այսինքն ինչու գոյություն ունի մանուն եւ հատկապես հայ սպառողը ինչ կարող է առաջիկայում սպասել կամ ինչ տեսականու հետ կարող է ծանոթանալ, ինչ կարող է կրել։ Իրականում մենք տենց փոքր ներդրում ենք ուզում ունենալ այդ ամենի մեջ, թույլ չտալով ուղղակի, որպեսզի արվեստը պակասի մեր առօրյայից եւ դարձնենք այն արտահայտվելու միջոց, որպեսզի բոլորը մեր ամեն յուրաքանչյուրը ունենա հնարավորություն զգալ իրեն բացառիկ, յուրօրինակ եւ փորձել իր ասելիքը արտահայտել արդեն մանուի զարդերի միջոցով։ Մեզանից կարծում եմ պետք է սպասեն նոր զարդեր։ Ինչպես գտնեն ձեզ։ Instagram-յան մեր էջով կարող եք գտնել Manu Jewelry, այո, ինչպես նաև Facebook-յան էջ ունենք եւ մեր կայք էջը էլի manujewelry.com։ Շատ լավ, դուք ինչ կավելացնեք, Քնարիկ, ընկերության տեսլականի եւ առաջընթացի մասին։ Իրականում երևի նույնը կկրկնեմ եւ կավելացնեմ այն, որ այնինչ անում ենք, մենք շատ սիրում ենք եւ շատ անկեղծ է եւ փորձում ենք այս անկեղծությունն ու սերը իրականում փոխանցել, երևի յուրաքանչյուր կրող զգում է սա ու կշարունակենք ամեն դեպքում արվեստով լցնել մարդկանց օրը։ Շնորհակալություն շատ, ինչպես իմ յուրաքանչյուր հաղորդման վերջում նշում եմ, բոլորիս գործերին մեծ հաջողություն, թող որ իսկապես մանուն բավականին շատ արվեստի գործեր արտացոլելով, այո, ինչպես նշեցիք, մեր առօրյայում նաև արվեստի կտորը անպայման ավելացնի, որովհետև դա եւս շատ կարևոր է, ավելի թեթև, ավելի ներդաշնակ ու ինչու ոչ բնության հետ, այսպես սինխրոնիզացված ապրելու համար։ Ձեր գործերին ու բոլորիս գործերին մեծ հաջողություն, կարծում եմ մենք առաջիկայում դեռ առիթ կունենանք
տեսնելու Մանուի նոր տեսականիները, նոր ստեղծագործության արդյունքները։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ցանկանում եմ հիշեցնել, որ Գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում գործար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին եւ նորություններին եւ այսօրվա իմ հյուրերն էին Քնարիկը Հովհաննիսյան, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ Արմինեն Գյարդուշյան, էլի շնորհակալություն, ովքեր հանդիսանում են Մանու Զարթերի ապրանքանիշի համահիմնադիրները։ Շնորհակալություն ծովիներ։